Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում, քանի որ իրավիճակը համաշխարհային էներգակիրների մատակարարման շղթաների համար կրիտիկական է, հայտարարել է Եվրամիության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մենք բոլորս զգում ենք գազի եւ նավթի գների շղթայական ազդեցությունը մեր բիզնեսների եւ հասարակությունների վրա, ասել է ֆոն դեր Լայենը եւ ընդգծել, որ Եվրամիությունը կարող է դիտարկել ծովային գործողության մասնակցության հնարավորությունը միայն այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն։ Իսկ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդում ըստ որոշ աղբյուրների քննարկվում է Բահրեյնի կողմից ներկայացված բանաձևի նախագիծը, որը թույլ կտա պետություններին օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Վերջին թարմացումներով Brent տեսակի նավթի գինը 1 բարելի դիմաց տատանվում է 98-ից 99 դոլարի սահմաններում։ Դրան նախորդած 24 ժամվա համեմատ սա 10 եւ ավելի տոկոսով անկում է։ Ու թեև ԱՄՆ-Իրան բանակցությունների շշուկները այս համատեքստում դրական ակնկալիքներ են ներշնչում, վաղ առավոտյան Իրանը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ հրթիռային հերթական ալիքի մասին։ Սա ըստ մասնագետների կարող է կրկին նպաստել նավթի գների շեշտակի աճին։